Ժամը 14-ն է, Ազատության եթերում լրատվական թողարկումն է։ Քիչ առաջ նախագահականում ավարտվեց բանակի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումը, պարգևատրման արարողությունը, ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուղերձով հանդես եկավ նախագահ Արմեն Սարգսյանը, ներկայացնելով կառավարության հետ մշակած համատեղ ծրագիրը։ Սիրելի հայրենակիցներ, բանակի ու զինվորի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքը մեր նկարագրի անբաժանելի մասն է։ Բոլոր ժամանակներում այդ վերաբերմունքը դրսևորվել է առանձնահատուկ բարյացակամությամբ, սրտացավությամբ, հոգատարությամբ եւ իհարկե սիրով։ Եվ ինձ համար այսօր կրկնակի հաճելի այս գեղեցիկ օրը, հայրենիքի պաշտպանի օրը, ձեր հետ կիսվել մի նախաձեռնությամբ, որ Հանրապետության նախագահի ինստիտուտը, նախագահական կառույցը աշխատելով համատեղ կառավարության, պաշտպանության նախարարության, նաև առողջապահության նախարարության հետ առաջարկում է ծրագիրը, որը կոչվելու է հայրենիքի պաշտպան ծրագիր։ Ծրագիրը ուղղված է օժանդակելու այն անձանց, ովքեր վտանգել են իրենց կյանքը ծառայության ընթացքում եւ այդ վտանգի պատճառով ծառայության ընթացքում հաշմանդամություն են ձեռք բերել։ Այդպիսի անձանց հայրենասեր զավակների թիվը քիչ չէ, ցավոք սրտի։ Այս պահին նախագահականում լրագրողների հարցերին է պատասխանում ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Իհարկե մարտահրավերներ կան, բայց Հայաստանի Հանրապետության ողջ պաշտպանական համակարգի նկատի ունեմ թե պաշտպանության նախարարությունը, թե մեզ, թե ոստիկանությունը աշխատում են այդ ուղղությամբ։ Լսում եմ։ Պարոն Վանեցյան, շնորհքողությունից հետո ձեզ համար փոփոխություններ կան բանակում, ինչպիսի փոփոխություններ կարող են կոնսեպտի դրական։ Բանակը մշտապես զարգանում է, բանակը մշտապես զորանում է, բանակը մշտական առաջ խաղացման գործընթացում պետք է լինի։ Որ րոպեին բանակի առաջ խաղացումը եւ զարգացումը կանգնեց, այդ օրը մենք շատ վատ հետևանքներ կունենանք։ Պարոն այսօրին շատ է խոսում նաև պարգևատրումների մասին, դուք որպես կառույցի ղեկավար իրականացրել եք, թե ոչ ընդհանուր առմամբ ինչ սկզբունքով։ Ոչ, մենք պարգևատրումներ չենք տվել։ Ես ճիշտ ասած տեղյակել չէի այդպես պարգևատրումների մասին, մամուլից եմ տեղեկացել, որևէ մեկնաբանություն անել չեմ կարող։ Դուք անձամբ չեք ստացել պարգևատրում։ Ոչ։ Մեր լրագրողը շարունակում է աշխատել նախագահի նստավայրում, որտեղ հիշեցնենք քիչ առաջ ավարտվեց բանակի օրվա հանդիսավոր արարողությունը։ Այսօր հայկական բանակի 27-րդ տարեդարձն է, 1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունը ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին որոշումը հայոց ազգային բանակի իրավական հիմքը ստեղծելով, որը տոնական է, ոչ աշխատանքային։ Իշխանական վերնախավը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վաղ առավոտյան այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն։ Հայաստանի ղեկավարին ուղեկցում էին նախագահ Արմեն Սարգսյանը, ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը։
Բանակի օրվա արդիվ շնորհավորական ուղերձ է հղել ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։ Զինված ուժերի արդիականացումը նոր իշխանությունների առաջնահերթություններից է եւ մենք միասին քայլ առ քայլ լուծելու ենք բոլոր խնդիրները, որոնց արդյունքում պիտի էլ ավելի բարձրանա բանակի մարտունակությունը, մասնավորապես ասել է խորհրդարանի խոսնակը։ Արտաքին գործերի նախարար Զորաբ Մնացականյանի խոսքով ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին պաշտոնական Երևանի եւ Բաքվի Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները նորություն չեն, նախկինում եւս այս ձևակերպումը եղել է եւ արտառոց բան այստեղ փնտրել չարժե։ Որպես սկզբունք մենք արտահայտել ենք, որ սա անհրաժեշտություն է եւ որևէ նորություն չկա։ Խնդրեմ ձեզ շատ ուշադիր, եթե հետևեք անցյալ տարիների, բոլոր տարիների ընթացքում, որքան քանի անգամ է նման բան ասվել, ամենակարևորը որ ինչպես Մակի նորից խնդրեմ ձեզ մի քիչ ուշադիր եղեք, որովհետեւ ուշադիր այն առումով, որ կրկնվել են նման բաները եղել են եւ Մակի գլխավոր քարտուղարի կողմից բարբերաբար եղել են, առնվազն ես ձեզ վստահեցնում եմ, գիտեք որ Մակի գլխավոր քարտուղարի կողմից միշտ եղել է նման դիրքորոշում, որպեսզի ինքը իր ձայնը նաև ավելացնի, գիտեք, իր ձայնը բերի, որպեսզի նպաստի խաղաղությանը եւ նպաստի այս գործընթացին, նպաստի այնքանով, որ ինքը անվերապահ աջակցում է Մինսկի խմբի եռանախագահության շրջանակներում բանակցություններին։ Այդ առումով, որ ինքը իր ձայնը բերում է եւ իր աջակցությունն է հայտնում այն արդյունքներին կամ այն հայտարարությանը, որը եղել է եռանախագահության, առումով դա գլխավոր քարտուղարի արտահայտությունն է այդ աջակցության։ Այսինքն շատ լավ եմ գնահատում, շատ բարձր եմ գնահատում, որտեղ սա նույնպես միջազգային հանրության կողմից այդ համալրումն է, համախմբում է, որ խաղաղ գործընթաց կա։ Այս ամենը ասելով նորից ուզում եմ կրկնեմ, որ մենք աշխատում ենք խաղաղության համար։ Բայց մեր վճռականությունը չպետք է հարցականի տակ դրվի, հա, մենք սա նույնպես շատ հստակ ենք, որ չի նշանակում, որ մենք կորցրել ենք վճռականությունը, նշանակում որ խաղաղությանը այլընտրանք չկա, խաղաղության այլընտրանքը կատաստրոֆա։ Մենք սա շատ հստակ բերում ենք, ինչ վերաբերում է ժողովուրդներին խաղաղությանը պատրաստելուն, ստեղ կան տարբեր գործառույթներ, ես չեմ կարող ձեզ ասել, որ մենք ունենք այսպես հստակ ձևավորված բանաձևեր, թե ինչպես դա իրականացնել, բայց որ սա սկզբունք է, որը անհրաժեշտ է զարգացնել, սա միանշանակ։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հայտարարել է, որ հակառակորդի կրակոցի զոհերի թիվը նվազել է, վիճակագրությունը դրական միտում է արձանագրել։ Վիճակագրության մասին ես որպես պաշտպանության նախարար ես չեմ գտնում ճիշտ է որ խոսալ, որովհետև տարեստարի կամ բարձրացում է լինում են տարիներ, երբ որ մենք ունենում ենք ավելի քիչ, բայց այս տարի միանշանակ հակառակորդի կողմից ունեցել ենք շատ ցածր տվական, որ դա պայմանավորված է եղել եւ քաղաքական պայմանավորվածությունների եւ մեր զինված ուժերի վարած հմուտ մարտավարության շնորհիվ 63 մահ է եղել 18 թվականին զինված ուժերում։ Այդ դուք որպես նախարար ինչ եք անում, որ զինծառայողների կյանքի իրավունքը պաշտպանվի բանակում եւ զոհ չգնան տարբեր իրավիճակների։ Բարձրացնում ենք կարգապահությունը, անվտանգության միտված բոլոր գործողությունները, որոնք որ անհրաժեշտ են, որպեսզի անվտանգությունը հնարավորինս զինծառայողների ապահովի, միջանձնային հարաբերությունների վրա ուշադրություն ենք դարձնում։ Մարտի 1-ի գործով մեղադրյալ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կոչ է արել, մեջբերում եմ Սարքովի քրեական հետապնդումներով չներքաշել բանակը եւ նրա վերնախավը քաղաքական գործընթացների մեջ եւ հրաժարվել բանակը քայքայող վտանգավոր գործողություններից։ Օհանյանի գնահատմամբ հեղինակազրկելով բանակի բարձրաստիճան հրամանատարությանը, վարկասներ հնարելով ու շրջանառելով, որ բանակը կրակել է ժողովրդի վրա, փորձ է արվում սեպ խրել զինված ուժերի եւ ժողովրդի միջև։ Գուցե նպատակը ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելն է, Facebook-ում գրել է Սեյրան Օհանյանը, որ 2008-ին զբաղեցնում էր զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը։ Մարտի 2-ին նա հանդես էր եկել հեռուստաուղերձով, զանգվածային անկարգություն որակել բողոքի ցույցը եւ զգուշացրել մարդկանց անգամ փոքր խմբերով չհավաքվել, հակառակ դեպքում բանակը կարող է հակազդել։ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն է անդրադարձել մարտի 1-ի գործին, ծիծաղելի որակելով Ռոբերտ Քոչարյանին եւ մյուսներին առաջադրված սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը։
եղել է համնատական կարգի տապալման այդ հոդվածը, այսինքն կարծում եք Ռոբերտ Քոչարյանին կալանավորելն էլ է ծիծաղելի, հա, Անտոնյաններին, մեղադրակ առաջադրելն էլ է ծիծաղելի։ Միքայել Հարությունյանին, 4-ին էլ է։ Բերեք բոլորին կալանավորենք, բոլորին։ Ընդ նստենք, հետո հկցեն որոշի, ով է մեղավոր, ով մեղավոր չի։ Ասենք կալանքը ինչ կապ ունի այդ վերքրոքերական գործահարուցված։ Նրանց մասնակցությունը, այսինքն այդ դեպքի։ Բան, ես չգիտեմ ինչքանով ով ինչքանով է մասնակցել, դա քննչական ծառայության գործերն է։ Չխոչընդոտ են այդ պատճառով կալանքի տակ են գտնվում այն պաշտոնյաները, որոնք Դա նորից եմ ասում, նորից ուժային կառույցն է, այսինքն հատուկ քննչական ծառայության որոշումն է, եւ դա տարանի որոշումն է, ես չեմ կարող ասել։ Երբ որ այսօր վճիռ չկա, ես ինչպես կարող եմ մարդու վրա մեղք դնել, ասել դուք հատուկ կրակել եք Տիգրան Աբկարյանի վրա։ Եվ նորից ուղիղ միացմամբ նախագահական տեղափոխվենք, լրագրողների հարցերին Արմեն Սարգսյանն է պատասխանում։ Ձեզ բանակի օրվա արդիվ եւ ձեր միջոցով շնորհավորեմ մեր բոլոր հայրենակիցներին եւ Հայաստանի բոլոր քաղաքացիներին, Արցախի, մեր հայ ժողովրդին, Սփյուռքի մեր հայ ժողովրդին բանակի օրվա արդիվ։ Բանակը ինչ որ իմաստով մեր ազգային զինանշանն է, մեր ազգային սիմվոլն է, որտեղ մեր նման երկիրը իր այս հանգրվանում բարփակում է իր մեջ բանակին եւ բանակը դառնում է իր առանցքային գործոններից մեկը։ Ոչ ներողություն, մի րոպե։ Եկեք պայմանավորվենք, որ մեր հանդիպումների ժամանակ ըստ էության խոսենք, ոչ թե այստեղից ընդեղից։ Ուրեմն ես կուզում եմ շնորհավորել եւ կրկին անգամ ասել, որ ինձ համար բանակը նաև յուրաքանչյուր մեր երիտասարդ աղջկա եւ տղայի համար կյանքի մի էտապ է։ Նրանք կյանք են մտնում այդ ճանապարհով, սկզբից սկսում են դպրոցում, հետո սկսում են եւ դպրոցը եւ բանակը իրենց պետք է կյանքի հետագա աջակցություն ցույց տան, այլ ոչ թե լինի 2 տարի կամ 5 տարի, եթե երկարաժամկետ է ծառայում կամ ավելին, ինչ որ տարիներ ուղղակի ծառայել է եւ արդյունք չունի, ինքը պետք է ավելի հարստանա, ավելի փորձառու դառնա, որովհետեւ ինչ որ մի օր բանակից հետո 1-2 տարի հետո, 5 տարի հետո պետք է վերադառնա քաղաքացիական կյանքին, հետևաբար պետք է պատրաստ լինի, այլ ոչ թե մեկը, որ գա հետ կյանք եւ այդ կյանքում անելիք չի ունենա, ոչ էլ մասնագիտություն, ոչ էլ որևէ արհեստավարժություն, որպեսզի կարողանա։ Հետևաբար դա դպրոց է։ Դպրոցը նաեւ ինչպես ասեցի, նրա համար, որտեղ բանակը ամենապարզ արտացոլումն է մեր կյանքի։ Եթե մեր կյանքում կոռուպցիա կա, միանգամից բանակում տեսնում են։ Եվ եթե բանակում տեսնում են եւ նրա հետ ապրում են այդ կոռուպցիայի հետ, հետաբար դա կդառնա սովորություն եւ ընդունելի կլինի սովորական կյանքում։ Մի րոպե վերջացնեմ։ Երկրորդը, որ իմ ելույթի մեջ էլ ասեցի, շատ էական է, որ մեր նման երկրները դրանց թիվը եւ շատ են եւ շատ չեն իրականում։ Իրենց հաջողություն ապագայում կապված է լինում բանակ եւ հասարակություն, բանակ եւ արդյունաբերություն, արտադրություն։ Եվ ընդ որում այդ մոդելը, որ մենք ունեցել ենք, որ բանակը պատվիրատու է, եւ ինչ որ բան է պետք, եկեք գտեք, կամ կա ինչ որ ենթադրենք արտասահմանյան ինչ որ զենք, դրա հայկական տեսակը արտատպեք, ոչ։ Բանակը պետք է կոնկրետ խնդիրներ դնի եւ գեներացնի լոկոմոտիվի նման խնդիրներ դնի, որպեսզի լուծեն եւ գիտությունների ակադեմիան եւ գիտնականները համասարանը առանձին անհատ ձեռներեցներ կամ երիտասարդներ, որոնք ստարտափներ ունեն, որտեղ հաճախ այսօրվա կյանքում իսկ բանակը լինելու է նոր ժամանակի բանակ, էլեկտրոնային բանակ։ Ես չգիտեմ 20 տարի հետո կարող եմ երազել ինչպիսին է բանակը լինելու, բայց այսօր պետք է պատրաստվենք։ Եվ վերջինը, որ ասեցի, ուզում եմ նորից կրկնեմ, այն տղաները, որոնք որ ծառայել են, մանավանդ որ խնդիրներ ունեն, այսինքն վիրավոր են եղել, հիմա հաշմանդամ են, այդ մարդկանց չի կարելի մոռանալ։ Չի կարելի մոռանալ շատ պարզ պատճառով, որովհետև այո, չենք մոռանում, ուշադիր ենք, զանազան բարեգործական կազմակերպությունները ուշադիր են իրենց նկատմամբ, այո, թոշակ են ստանում, հիմա կարող ենք քննարկել, է թոշակը բավարար է նորմալ կյանքի համար, թե ոչ։ Սակայն այս բոլորից բացի կա մի հատ պարզ հարց, որը մարդու եւ ինքնությունը եւ իր արժանապատվությունը, այդ սրանք երիտասարդ մարդիկ են, չեն կարող 60 տարի թոշակ ստանալ։ Պետք է իրենց հետ բերենք կյանք, պետք է իրենց ներգրավենք։ Եվ այն մարդը, որը անդամալույց է կամ խնդիրներ ունի, հաստատ ինչ որ մի տաղանդ ունի այդ մարդը։ Պետք է գտնել, փորձել օգնել, սովորացնել, եթե լրացուցիչ կրթության եւ ներգրավել աշխատանք տալ։ Գորը, որ մենք ունենք, փայլուն
բանը ֆանտաստիկ բանակը հպարտ է իրենով, բայց ինքը ամեն ինչից բացի պայծառ անձնավորություն է եւ իսկապես շատ լավ աշխատում է։ Հիմա մարդը որ աշխատում է, ամեն օր աշխատանքի է գալիս, աշխատավարձ է ստանում, կարող է վարկ վերցնել, կարող է ընտանիք կազմել, կարող է երեխա ունենալ։ Իսկ եթե այդ աշխատանքը չլիներ, նա դառնալու էր թոշակառու։ Ուրեմն նրանց ներգրավվածությունը անհատների, մեր տղաների եւ աղջիկներ կան, որ վիրավոր են եղել, նրանց ներգրավվածությունը հասարակության մեջ ինձ համար կարծում եմ շատ կարեւոր խնդիր է։ Եվ ձեզ բոլորիդ կոչ եմ անում, որ ձեր հարցերի մեջ նույն գործարարներին հարցրեք, իսկ դուք ինչ եք արել, հա, մեր հաշմանդամների համար։ Որտեւ եթե դու գործարար մարդ ես, ունես 100 աշխատող, գոնե մի հոգու կարող ես աշխատանքի վերցնել, իհարկե կարող ես։ Ես եթե ունես 500, գոնե 5 հոգու կարող ես վերցնել։ Իսկ եթե 1000 ունես, գոնե 10 հոգու։ Բոլորի, համասան, այո, բայց ես չեմ կառավարելու այդ ծրագիրը, ես ոգեշնչում եմ մարդկանց, ոգևորում եմ, որպեսզի անեն։ Համասանում ինչու չեն կարող տաներին ընդունենք համասանական կյանքում, ադմինիստրատիվ, հաշվապահական, գուցե դասախոսական, չգիտեմ, ակադեմիայում, բարեգործական ծրագրերում պետք չի որ օրենսդրորեն դրանք կարգավորվեն։ Գիտեք, երբ որ գործնական լինի, այսինքն գործնականում սա ես իմ օրինակով ցույց եմ տալիս, եւ սկսելու գործնականում անձնապես հանդիպել եմ մեծ ընկերությունների հետ եւ իրենց քաջալեր եմ, խնդրեմ, մի քիչ բան ձայնով, որպեսզի իրենք այդ նույն բանը անեն։ Եվ այդ հարյուրավոր մեր երիտասարդները բան նորից կյանք կմտնեն։ Եվ սա Այո, սա գիտեք ինչ է, սա փոքրիկ բան է, սա ծնագունդ է, եթե սկսեցինք սա, իհարկե միտեղից մյուսը գնալու համար պետք է մտածենք, թե այս տղաներին ինչպիսի բաներ, ինչ պետք է սովորեցնենք, ինչպիսի մասնագիտություն կամ ինչ պետք է սովորեցնենք, որ ամեն ինչ չի որ ծրագրավորում, ամեն մարդ չի որ ծրագրավոր պետք է դա, մեկը կարող է դառնալ իրավաբան, մեկը կարող է դառնալ տնտեսագետ, մեկը կարող է ընդհանրապես վերլուծաբան, իսկ մեկը կարող է դառնալ ժուրնալիստ, հետո ինչ որ ինքը բան է անդամալույց է բան, կարող է ժուրնալիստ է, հոյակապ հոդվածներ գրի, կարող է ինտերվյու վերցնի, ես յա նկատմամբ ավելի համբերատար կլեմ, քան թե ձեզ հետ։ Եթե հարցը վերաբերում է բանակին, այո, եթե անձնավորված չի, բամբասանք չի, բան խնդրեմ։ Պարոն Սարգսյան, իրավապաշտպանները բավականին մտահոգիչ են համարում, որ 1 տարվա ընթացքում 2018 63 մահ է գրանցվում բանակում, օրինակ 14 թվականին 46 մահ է, 13 թվականին 30 քանի, այսինքն որոշակի աճ կա, հա, դուք արդյոք չեք մտահոգվում եւ պատասխանը տեղյակ եմ, ավելի մանրամասն եւ ավելի ճշգրիտ թվեր ունեմ, քան դուք, տեղյակ եմ եւ այդ հարցը իհարկե երբ որ հանդիպում եմ մանրամասն պաշտպանության նախարարի հետ քննարկում եմ, ավելի ճշգրիտ թվերի ունեմ, ցանկացած, գիտեք ինչ է, մեր մոտ հանրության մեջ, մեր հասարակության մեջ, ընդհանրապես հայության մեջ պետք է սկզբունք որդեգրենք, որ նույնիսկ 1 մահը դա հսկայական ազգային ողբերգություն է, ոչ թե 10, ոչ թե 20։ Եթե նույնիսկ դա պատահար է, եթե մենք յուրաքանչյուր մահ այդպես ընկալենք, յուրաքանչյուր զինվոր էլ այդպես գա, զինվորի ընտանիք եւ իր հրամանատարը եւ բոլոր շուրջը, այդ դեպքում ամեն մարդ ուշադիր կլինի։ Որտեղ այդ մահերն էլ շատ տարբեր են։ Վերջինը ձեր պատասխանը։ Բան գիտեք ինչ, բանը համակարգային լուծումները կառավարության հետ։ Իսկ նորաստեղծ նախարարությունը, որը պետք է նաև ռազմաարդյունաբերությամբ զբաղվի, ձեզ ինչ հույսեր են ներշնչում, արդյոք դա կնպաստի այն գաղափարների իրականացմանը, որը դուք նաև նշեցիք։ Շատ պատասխան։ Գիտեք ինչ կա, թե ինչպեսի պետք է լինի կառուցվածքը կառավարության, դա վարչապետի եւ կառավարության գործն է։ Դեռ նույն գործը կարելի է անել, ասենք 10 հոգով, կարելի է անել 20 հոգով, կարելի է անել 10 նախարարությամբ 20։ Խնդիրը ամեն կառավարության եւ վստահ եմ, որ մեր վարչապետը մտածում է, որպեսզի ավելի էֆեկտիվ լինի իր կառավարությունը։ Այնպես որ ես, եթե ինձնից խորհուրդ հարցնեն, ես իմ խորհուրդը կտամ, ձեզ չէ, իրենց։ Երբ որ իրենց տեսնեմ, կասեմ, մի անհանգստացեք։ Ես իմ անձնական փորձառություններ ունեմ եւ ասենք տարբեր երկրների կառավարություն եւ իմ կար ժամկետյա, կար ժամցանց 22-23 տարի առաջ, երբ որ վարչապետ էի։ Իմ պատկերացումներն են, բայց մի բան հստակ է, որ լուծումը միայն կառուցվածքային չի լինելու, այլ ըստ էության։ Այսինքն մենք պետք է գիտակցենք, որ մեր բանակը վաղը մյուս օրը կարիք է ունենալու ամենաժամանակակից տեխնոլոգիաների, որոնք լինելու են շատ թանկ, հաճախ անհասանելի, բայց
մենք հնարավորություն ունենք դրա մի մեծ մասը ինքներս ստեղծել։ Կոնսորցիան սովորաբար Իհարկե չգնել եւ ոչ միայն չգնել, այլ վաճառել, բայց միտեղից պետք է սկսես։ Եվ սա այն դեպքը չի, որ գիտեք մեծամտությունից, ոչ իրական գնահատականից այն կողմ պետք է գնանք, այսինքն այստեղ չի աշխատում, երբ որ մենք թատրոն ունեիք դուք, չի աշխատում։ Դա մեծամտություն է։ Այսինքն պետք է ասել, նայենք այսօրվա աշխարհին եւ տեսնենք ով ինչ ունի, սովորենք իրենցից, լավագույն օրինակները համոզենք, բերենք, համատեղ աշխատենք։ Սա ժամանակ է պահանջելու, որպեսզի մենք կարողանանք հասնել աշխարհի ամենաբարձրագույն մակարդակներին, մանավանդ անելու ենք դա մինիմալ փողով, բայց հնարավոր է։ Մտահոգություն չունեք, որ գերտերությունները կարող են խոչընդոտ հանդիսանալ այդ ձեր ասած, այսինքն երբ որ ինքնուրույն Հայաստանում զենքի արտադրությամբ զբաղվեն գերտերությունները, օրինակ Ռուսաստանից մենք միշտ զենք ենք գնում եւ այդպեսով իրենց շուկան է։ Իրար լավ չենք հասկանում։ Նախ եւ առաջ ես չեմ կարծում, որ մեծ տերությունները այդպեսի խնդիր են դրել, որ Հայաստանը իր կյանքում նոր տեխնոլոգիա չարտադրի։ Դա սխալ մոտեցում է։ Այդպես չի։ Երկրորդը, այն ինչ որ ես ասում եմ, այն լուծումները մրցակցությունը բան, իրար հետ առանց վիճելու։ Ուրեմն այն լուծում, որ ես առաջարկում եմ, ընդհակառակը ոչ թե գերտերությունները կարգելակեն այդ կոնսպիրացիայի տեսությունները կյանքում չեն աշխատում, հա։ Եկեք են կոմպան։ Իրականում եթե մենք որևէ արժեքավոր գաղափար, նոր տեսակ, զենքի կամ կրկնակի օգտագործում, որտեղ ի վերջո լավագույն զենքերի տեխնոլոգիան է, ի վերջո դառնում են քաղաքացիական։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ բոլոր մեծ տերությունները հաճույքով մեզնից կգնեն, ոչ թե կարգելակեն։ Շնորհակալություն ստեղծում։ Նախագահ Արմեն Սարգսյանն ուղիղ եթերում պատասխանում էր լրագրողների հարցերին։ Այժմ միջազգային լրահոսից Միացյալ Նահանգները լուրջ հակաքայլերի կդիմի, եթե Վենեսուելայի ղեկավար Նիկոլա Մադուրոին հավատարիմ ուժային կառույցները սպառնալիք ստեղծեն Կարակասում հավատարմագրված ամերիկացի դիվանագետների կամ հունվարի 23-ին նախագահ հռչակված Խուան Գուայդոյի անվտանգության համար։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Ամերիկացի պաշտոնյան նաև պնդում է, որ Մադուրոին ռազմական աջակցություն են ցուցաբերում Կուբայի իշխանությունները։ Ընդդիմության առաջնորդն իրեն հռչակել է նախագահ, ավայելում է Միացյալ Նահանգների աջակցությունը, գործող նախագահն էլ անցել է բռնաճնշումների, նրան սատարում են Մոսկվայից։ Ոստիկանությունը այսօր վաղ առավոտյան Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանի շինարարական օբյեկտներից մեկում հայտնաբերել է Արխիպ Քուինջիի Այ-Պետրիղրիմ կտավը, որը երեկ գողացվել էր Թրետյակովյան պատկերասրահից, ձերբակալվել է նաև գողության մեջ կասկածվող 31-ամյա անձը։ Այսքանն այս թողարկմանը կհանդիպենք ժամը 15-ին։